Բարի երեկո բոլորին։ Այսօր մենք քննարկելու ենք ինչու երեխան չի ուզում սովորել, հոգեբանական պատճառներ եւ դրանց լուծումները թեման։ Մեր այսօրվա բանախոսը Անի Խուդոյան, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, պրակտիկ մասնագետ։ Մինչ բանախոսի խոսքը փոխանցելը, կխնդրեմ պարոն Մկրտչյանին ներածական խոսքով հանդես գալ։ Համեցեք պարոն Մկրտչյան։ Ես ուզում եմ շնորհավորել ու շնորհակալություն հայտնել մեր բանախոսներին, նաև ողջունել իհարկե եւ նաև ողջունել մեր մասնակիցներին։ Ես ուրախ եմ հատկապես այն մարդկանց համար, որոնք արդեն երկրորդ-երրորդ անգամն են մասնակցում եւ շարունակում են մասնակցել մեր այս սեմինարներին, ուղղված ծնողներին։ Մեր նպատակը բոլոր դեպքերում մեկն է՝ օգնել երեխաներին իրենց կրթական հարցերում։ Եվ որպեսզի մենք կարողանանք երեխաներին օգնել իրենց կրթական հարցերում, դա նշանակում է, որ ուսուցիչ, ծնող եւ ընդհանրապես կրթական համակարգ պետք է միասնական աշխատանք կատարվի, որ կարողանանք հասնել լիարժեք արդյունքի։ Հաճախ ենք մենք տեսնում, որ դպրոցի եւ ծնողների միջև կան հակասություններ։ Եվ այս հակասությունները բերեց նրան, որ մենք որոշեցինք ծնողների համար սկսել սեմինարների շարք։ Իհարկե մենք ունենք նաև ուսուցիչների համար սեմինարների շարք եւ բոլորին բերել նույն հարթակ, բոլորին բերել դեպի նույն մտածողությունը, նույն գիտակցումը եւ ուղղորդել այնպես, որ կարողանան երեխաներին ճիշտ դաստիարակել։ Եթե մենք իրարից անկախ ենք փորձում երեխաների դաստիարակությամբ կրթությամբ զբաղվենք, բարձա արդյունքների դժվար թե հասնենք կամ էլ կհասնենք ոչ լիարժեք արդյունքների։ Թեմաները այսպես պատահական ընտրված չի, մեր թեմաները բոլոր դեպքերում ձևավորվում է ծնողների եւ ուսուցիչների հանդիպման արդյունքներում։ Մենք իհարկե երկու արդեն սեմինար արեցինք այս ֆորմատով, մեկը ուղղված էր տնային աշխատանքներին, փորձեցինք մեկնաբանել, թե ինչքանով կարող են ծնողները մասնակցել տնային աշխատանքների գործընթացին եւ ինչպես կարող են մասնակցել, որն է իրենց մասնակցության այն սահմանը, կարմիր գիծը, որից պետք է չանցնել։ Դա նորից եմ կրկնում, հենց այնպես չի եւ մենք տեսել ենք ու այս տարիների ընթացքում հետազոտել, հասկացել ենք, որ մեծ մասը, որ աշակերտների կրթության հարցը ճիշտ չի կազմակերպում, կապված է իրենց տնային աշխատանքների հետ, ծնողները հաճախ ոչ ճիշտ մեթոդով են աշխատում աշակերտների հետ եւ ոչ աշակերտն է լիարժեք արդյունք ստանում, ոչ էլ, ասենք, ծնողն է կարողանում հանգստանալ իր կատարած աշխատանքի համար։ Երկրորդ թեման, որ մենք անցկացրինք, գնահատումներ, հետազոտել եւ տեսել էինք, որ այս գնահատման համակարգը, որ փոխեցին, դարձրինք ոչ միավորային գնահատում մինչև 5-րդ դասարանի հունվար, ծնողների կողմից սա լավ չէր ընկալվել եւ փորձեցինք մեկնաբանել դրա կարեւորությունը, առանձնահատկությունները, որպեսզի միջամտությունը այդ հարցում ուսուցիչներին այդքան էլ շատ չլինի եւ ուսուցիչները ստիպված չանցնեն համատեղ կամ երկու մեթոդների կիրառում, մեկը միավորային գնահատում, մյուսը նկարագրական գնահատում։ Եթե այս երկուսը միքս ենք անում իրար հետ, արդեն ստանում ենք ոչ լիարժեք գնահատում եւ ոչ նպատակային։ Երրորդ թեման, որ շատ համարյա ամեն քայլափոխի մեզ ծանոթ թե անծանոթ ծնողները հարցնում են, դա այսօրվա թեման է, ինչպես անել, որ երեխաները մոտիվացվեն սովորելուն եւ մենք Անի Խուդոյանին խնդրել ենք, որ ինքը միգուցե մոտիվացիայի հոգեբանական մոտեցումները մեզ հուշի եւ մենք կարողանանք ավելի ճիշտ աշխատել եւ հասնել հավանաբար ավելի ճիշտ արդյունքների։ Հիմա խնդրենք Անի Խուդոյանին, ինքը ավելի մանրամասն կներկայացնի այդ թեման։ Ողջունում եմ բոլորին, շատ ուրախ եմ նախաձեռնության համար, շատ ուրախ եմ նաեւ հետաքրքրության ցուցաբերման համար։ Հուսով եմ, որ այսօրվա մեր հանդիպումը օգտակար կլինի։ Հոգեբանությունը այնպիսի գիտություն է, որ ինքը տալիս է ասենց ընդհանուր գաղափարներ, թե ինչպես կարելի է հաղթահարել այս կամ այն խնդիրը, բայց երբեմն ինքը չի կարողանում գլոբալ մի լուծում տալ խնդրին։ Հետևաբար մենք կարիք ենք ունենալու առանձին кейսերի քննարկման, դեպքեր, որոնք ձեր պրակտիկայում են հանդիպել, դեպքեր, որոնք դուք կներկայացնեք եւ մենք կոնկրետ դրանց լուծումներ կառաջարկենք։ Բայց մինչև այդ ամենը սկսելը մի հատ տեսական ամփոփում անենք իրար հետ ու փորձենք հասկանալ, թե ինչ է ուսումնական մոտիվացիան առհասարակ, որովհետև առհասարակ մոտիվացիան, որովհետև մոտիվացիայի մենք երկու տեսակ ենք տարբերակում։ Առաջինը դա ներքին մոտիվացիան է։ Մենք բոլորս ցանկացած իրավիճակում, ոչ միայն ուսումնական, առհասարակ ցանկացած իրավիճակում, երբ դրսևորվում է մոտիվացիա, այս երկու տարբերակների շրջանակներում ենք։
Մեկ ուսումնական մոտիվացիան է, երբ սովորողը սովորում է, որովհետև իրեն հետաքրքիր է, ինքը հաճույք է ստանում գիտելիքի ձեռքբերման գործընթացից եւ արտաքինը շարժվում է արտաքին խթաններով։ Հիմա փորձենք հասկանալ ներքին մոտիվացիան է սովորողների մոտ ավելի ուժեղ, թե արտաքին մոտիվացիան։ Որպես կանոն, ընդունված է գիտական գրականության մեջ, գիտական ուսումնասիրություններում, որ գրծեր դպրոցական տարիքում երեխաների մոտիվացիան շատ ավելի արտաքինին է ուղղված, իսկ ավելի դեռահասության փուլում ներքին մոտիվացիան է։ Հիմա այստեղ մենք խնդիր ենք ունենում։ Պարոն Մկրտչյանը ասաց, որ երբ գնահատման թվային համակարգը այսպես դուրս եկավ, ծնողները բողոքում էին։ Ինչու էին բողոքում ծնողները, որովհետև իրենք պատկերացնում էին, որ երեխան չի մոտիվացվելու։ Բայց պարզվեց, որ երեխայի համար արտաքին խթան կարող է հանդիսանալ ոչ միայն թվանիշը, գնահատականը, այլ նաև շատ այլ գործոններ։ Եվ կրծեր դպրոցում իրոք այդպես է։ Հիմա եթե մենք փորձենք հասկանալ արդյոք արտաքին մոտիվացիան ինքը բացասական երևույթ է որպես այդպիսին։ Մենք կարող ենք ասել, որ արտաքին մոտիվացիան դա բացասական երևույթ է, որովհետև պայմանավորված է օրինակ ուսուցչի հավանությամբ, ծնողի հավանությամբ եւ այլն նմանատիպ գործոններով։ Ուրեմն հասկացանք, որ երկուսն էլ կարևոր են, բայց նաև հասկացանք, որ եթե երեխայի մոտ ուզում ենք վարք ձևավորել, մենք հասկացանք, որ դա բացասական երևույթ չի, արտաքին մոտիվացիան նորմալ է, բայց հիմա պիտի հասկանանք, թե արտաքին մոտիվացիան ոնց օգտագործենք իշահ մեզ։ Այսինքն ինչպես անենք, որ հասկանալով, որ երեխան արտաքին մոտիվացիայով ավելի լավ է սովորում, օրինակ կրծեր դպրոցական տարիքում, մենք այդ գործոնը ձևավորենք այնպես, այդ մոտիվացիայի հետ աշխատենք այնպես, որ երեխան էլ ավելի մոտիվացված սովորի։ Մանավանդ հիմա, երբ կա հեռախոս, եւ երեխան նախընտրում է օրինակ գնալ հեռախոսով խաղ խաղալ, քան դաս սովորել, եւ երեխան խաղը կիսատ է թողել, իմիջիայլոց սա շատ լուրջ հոգեբանական մեխանիզմ է։ Երբ որ երեխան խաղ է խաղում ու խաղը կիսատ է մնում, Զեյգարնիկի էֆեկտ է կոչվում հոգեբանության մեջ, կիսատ թողնված ինֆորմացիան մարդու ուղեղից չի հեռանում։ Ստացվում է, թե ես մի խաղ էի խաղում, այդ խաղը մնաց կիսատ, ես անդադար մտածում եմ միայն այդ խաղի մասին։ Եվ դաս անում եմ միայն նրա համար, որպեսզի արագ վերջացնեմ եւ գնամ խաղամ իմ խաղը։ Թվում է, թե կրծեր դպրոցական տարիքում երեխաները մոտիվացված են, բայց ամենևին այդպես չի։ Այսօրվա երեխաները նաև կրծեր դպրոցական տարիքում ունեն մոտիվացիայի խնդիր։ Շատ լավ, հիմա հաշվի առնելով այդ ամենը, եկեք մի տեսություն իրար հետ ուսումնասիրենք, որը մեզ հուշում է, թե ոնց կարելի է արտաքին մոտիվացիան օգտագործել իշահ մեզ։ Ես մի քիչ հոգեբանական տեսություն եմ ներկայացնելու, բայց ինքը լրիվ մեր կյանքից է, հիմա օրինակ էլ կբերեմ, որ պատկերացնեք, թե որքան է մեր կյանքից։ Ուրեմն նկարում պատկերված անձնավորությունը Սքիներն է, ինքը ուսումնասիրել է արտաքին մոտիվացիայի գաղափարը եւ ուսումնասիրել է այն ժամանակ դեռևս երբ հոգեբանները փորձեր էին անում, կենդանիների հետ էին անում, ինքը աղավնիների հետ է փորձել է անում։ Ուրեմն ուսումնասիրել է ամրապնդման երևույթը։ Ինչ է նշանակում ամրապնդման երևույթ։ Նարինե ջան, դուք որտեղ եք բնակվում։ Արարատի մարզում Խորվիրապում։ Ահա, Խորվիրապում։ Մի հատ փողոցի անուն ասեք Խորվիրապից։ Եվ Չաուշի փողոցը։ Չաուշի փողոցով քայլում եք, հանկարծ նայեցիք ներքև եւ գտաք 100 եվրո։ Ոչ այս կողմ, ոչ այն կողմ։ Վերցրեցիք այդ 100 եվրոն, ուրախացաք, նայեցիք տեսակումն է, հասկացաք, որ ոչ մեկինը չի, ձերն է դա, գնացիք տուն, այսօր երեխեքին նվերներ արաք։ Վերցրել եք այդ գումարը, հաջորդ անգամ դուք քայլում եք Գևորգ Չաուշի փողոցով։ Ինչ եք անելու դուք ձեր կարծիքով։ Նորից նայելու եմ, որ միգուցե նորից փնտրեմ, էլի, գտնեմ։ Դուք նայելու եք նորից այդ 100 եվրոն գտնելու եք, թե չեք գտնելու, որովհետև ձեր մոտ տեղի է ունեցել դրական ամրապնդում։ Դրական ամրապնդում, սա է դրական ամրապնդում։ Այսինքն մի անգամ դուք խրախուսանք ստացաք, խրախուսանքը դա արտաքին մոտիվացիան էր, հիշում եք, չէ՞։ Մի անգամ ստացաք, անընդհատ փնտրում եք այդ խրախուսանքը։ Հիմա ինչ է պարզել Սքիները շատ հետաքրքիր մի բան է պարզել։ Ինքը պարզել է, որ երբ աղավնիներին անընդհատ խրախուսանք է տալիս, վարքը ամրապնդվում է։ Դե բնական է, չէ՞։ Ինչ է նշանակում անընդհատ խրախուսանք։ Հիմա դաժան բան եմ ասելու, բայց ոչինչ։ Իշահ գիտության է արվել։ Ուրեմն ինքը աղավնիներին մի տուփի մեջ է մտցնում։ Աղավնին կոճակ կա, հենց սեղմում է,
ստանում է սնունդ։ Կոճակ կա, սեղմում է, ստանում է հարված։ Հիմա բնականաբար աղավնու մոտ տեղանունները ամրապնդում։ Ժամանակի ընթացքում ինքը սկսում է սեղմել միայն սննդի կոճակը։ Նույնը մեր երեխաներն են։ Եկեք վերցնենք մոտիվացիայի, արտաքին մոտիվացիայի Հայաստանում ամենատարածված օրինակը։ Ուսուցիչը քեզ գովեց 500 դրամ, կամ 100 դրամ, կամ 50 դրամ, կախված երեխայի գումարը հասկանալու մակարդակից։ Հիմա մենք նայում ենք Սքիների տեսանկյունից, սա լավ է թե վատ է։ Խրախուսանք ստացավ, վարքը ամրապնդվեց։ Այսինքն երեխան սովորում է, որ եթե ես այս տիկնիկը ստանամ, եթե ես այս մեքենան ստանամ, ես լավ կսովորեմ։ Հետևաբար ավելի լավ է, լավ սովորեմ, որ ստանամ։ Կամ նախկինում գնահատման համակարգը երբ կար, ամեն գնահատական մի գումար էր։ Հիմա կարա ուսուցչի ամեն գովեստը մի գումար լինի։ Մի հատ գաղտնիք իրար հետ սովորենք, որ հասկանանք ոնց երեխեքին խրախուսենք, որ ճիշտ մոտիվացնենք։ Ուրեմն Սկիները իր ուսումնասիրության ժամանակ ասենց բան է պարզում։ Պարզում է, որ այս աղավնին, փաստորեն, որ ամեն անգամ կոճակը սեղմում է ստանում է, կոճակը սեղմում է ստանում է, վարքը ամրապնդվում է։ Բայց հենց ինքը դադարում է կոճակը սեղմելու դեպքում սնունդ տալ, աղավնին լրիվ հրաժարվում է անել այն ինչ որ անում էր։ Այսինքն, եթե մենք երեխուն սովորացնում ենք 500 դրամ կտանք, 1000 դրամ կտանք, լեգոյով կխաղանք, էս կանենք, այն կանենք, մեկ էլ մի օր չենք տալիս, ասում է դե ես չեմ էլ սովորելու, գնա։ Առանց փողի ո՞ց սովորեմ։ Սկիները սա ուսումնասիրելով բացահայտեց, որ խրախուսանքը փաստորեն լավ բան է մոտիվացիայի արթնացման համար, բայց պետք է ճիշտ կիրառել այդ խրախուսանքը։ Ոնց է պետք ճիշտ կիրառել։ Պետք է ժամանակ առ ժամանակ խրախուսանք տալ, ժամանակ առ ժամանակ չտալ։ Ուրեմն ինքը աղավնին սկզբում 10 անգամ սեղմելուց հետո նոր տալիս էր։ Հետո 15 անգամ, հետո 14, հետո սկսեց խաղարկել։ Աղավնին չգիտեր երբ է ինքը արժանանալու խրախուսանքի, դրա համար էլ ավելի ինտենսիվ էր սեղմում այդ կոճակը։ Նույն սկզբունքով ազդում են մեր վրա սոցիալական ցանցերը։ Դուք չգիտեք, չէ՞, ձեզ երբ է նամակ գալու սոցիալական ցանցով, դրա համար դուք անընդհատ ստուգում եք։ Եթե դուք հստակ իմանաք, որ այս ժամին է գալու կամ այս գործողությունից հետո է գալու, դուք անընդհատ չեք ստուգի։ Հիմա երեխուն ոնց է պետք մոտիվացնել։ Խրախուսանքը վատ բան է, ոչ, խրախուսանքը շատ լավ բան է։ Բայց եթե խրախուսանքը դառնում է ռեժիմ, ամեն անգամ անելուց հետո դու ստանալու ես սա, հաջորդ անգամ դա չստանալուց հետո իր մոտ մոտիվացիայի կտրուկ անկում է լինում։ Դրա համար են ծնողները, որոնք սովորեցնում են երեխային, որ պարբերաբար, օրինակ, դասդ կգրես, հետո հեռախոսով կգնաս կխաղաս, սա պարբերաբար է, չէ՞, ոնց որ աղավնի դեպքում պարբերաբար տալիս էր։ Սա շատ վատ արդյունք է տալիս, որովհետև մի օր էլ դուք իրար հետ կռված կլինեք, այդ հեռախոսը չեք տա, ու ինքը դասը չի անի։ Իսկ եթե ինքը չիմանա, թե երբ է արժանանալու խրախուսանքի, ինքը ավելի մոտիվացված կսովորի։ Բայց ասեմ իմանաք, վատ չի խրախուսանքի համար սովորելը։ Տեսեք, մենք ոնց ենք հիմա ապրում կյանքում, չէ՞, դուք ինչ-որ մի բան անում եք, որ ինչ-որ մի բան ստանաք։ Ճիշտ է։ Հիմա դուք աշխատում եք, որ գումար ստանաք, աշխատավարձ ստանաք։ Դա նորմալ է, որ երեխան սովորի, որ ինչ-որ մի բան անելու դիմաց ինքը ինչ-որ մի բան ստանալու է։ Ուղղակի այստեղ ամբողջ խնդիրն է, որ պարբերաբար եթե տալիս ենք սխալ վարքի ամրապնդում է գնում։ Այդպես, այնպես որ եկեք պայմանավորվենք իրար հետ, Սկիներին հիշենք, աղավնիների փորձը հիշենք եւ պայմանավորվենք, որ օրինակ երեխային չի կարելի ասել ամեն դասից հետո դու ստանալու ես հեռախոս։ Դասը կգրես, որ ստանաս հեռախոս, չէ, մյուս անգամ որ չտաք հեռախոս, ինքը դասը չի անի։ Եկեք մենք իրար հետ պայմանավորվենք, որ ամեն անգամ դասը լավ եւ ճիշտ գրելու դեպքում ինքը ինչ որ մի խրախուսանք ստանալու այդուհանդերձ կամ կարող է մի օր ստանա, մի օր չստանա, որպեսզի սխալ ամրապնդումներ չանենք։ Հիմա արտաքին մոտիվացիան հասկացանք, գիտենք, որ արտաքին մոտիվացիան գերազանց բան է, այնպես չի որ վատ բան է, մենակ ճիշտ աշխատենք արտաքին մոտիվացիայի հետ։ Այս մեկ երեխաներին մոտիվացնելու հետ կապված։ Հիմա եկեք հասկանանք մոտիվացիայի անկման պատճառները որոնք են։ Նախ առաջինը ուսման հանդեպ բացասական վերաբերմունք, ցածր առաջադիմություն։ Այստեղ շատ կարևոր է ուսուցչի դերը։ Ես ուզում եմ ձեզ պատմեմ Պիգմալիոնի էֆեկտի մասին, որ դուք հասկանաք ինչ է նշանակում սպասում մարդու հանդեպ։
Ուրեմն փորձ են անում, հետազոտողները մտնում են դպրոց եւ ուսուցիչներին ասում են, որ մենք եկել ենք բացահայտելու տաղանդավոր երեխաներին։ Եվ թեստավորում են անում։ Մինչ այդ ծանոթանում են երեխաների գնահատականներին։ Ծանոթացան երեխաների գնահատականներին, ամեն ինչ պարզ դարձավ։ Թեստավորումից հետո ուսուցչին ասում են, մենք պարզել ենք ձեր դասարանում կան տաղանդավոր երեխաներ։ Կարող է հիմա չի երևում, որ իրանք տաղանդավոր։ Ասում են, կարող է հիմա Վազգենից չի երևում, որ ինքը վատ սովորող է, բայց ապագայում իմացեք ինքը մեծ հաջողությունների է հասնելու, որովհետև ստուգել ենք, պարզել ենք։ Եվ գնում են այդ դպրոցից։ 1 տարի անց վերադառնում են, ասում են, մենք եկել ենք ձեր աշակերտների գիտելիքները նորից ստուգելու եւ գնահատականները։ Պարզվում է Վազգենը առաջին տեղում է։ Ոնց դա եղավ։ Չէ՞ որ Վազգենը վերջին տեղում էր։ Սա կոչվում է Պիգմալիոնի էֆեկտ, սպասումներ։ Երբ որ դու մարդուց ունենում ես բարձր սպասումներ, ինքը ձգտում է արդարացնել քո սպասումները։ Ուրեմն երեխեքին, եթե մենք ուզում ենք մոտիվացնենք, անգամ եթե մեր Վազգենը լավ չի սովորում, եթե մեր երեխայի մոտ մաթեմատիկան չի ստացվում, մենք չասենք Վազգեն, քո մոտ մաթեմատիկան չի ստացվում, ավելի լավ է մայրենին արա, մաթեմատիկան ես քո տեղը կգրեմ։ Մենք պետք է իրան մոտիվացնենք, պետք է տեսնենք իր մեջ այն, ինչ որ մենք ուզում ենք, որ ինքը հասնի, այն ինչին մենք ուզում ենք ինքը հասնի։ Իրա ցածր առաջադիմությունը այս տարբերակով մենք հաղթահարելու ենք զուտ սպասումների տեսանկյունից։ Դրական սպասում ունենալ երեխայի հետ կապված։ Հաջորդը ուսման հանդեպ բացասական վերաբերմունքը վերանում է նորից այս սպասման հետ կապված։ Ինչի է բացասական վերաբերմունք, որտեղ ես մտածում եմ, ես չեմ կարող։ Հիմա եթե դուք մի բան մտածեք, դուք չեք կարող համեղ ապուր սարքել, դուք ասելու եք ես ապուր սարքել չեմ սիրում։ Դուք չեք կարող ձեզ թույլ տալ գնել ամենաթանկ հեռախոսը, չգիտեմ որն է ամենաթանկը, iPhone չգիտեմ ինչը, դուք ասելու եք ես սիրում եմ Samsung։ Հաջորդը անպատասխանատու վարք եւ հաճախումների անկում։ Մեկ-մեկ անպատասխանատու վարքը դառնում է սովորություն։ Ես այնքան անպատասխանատու եմ գտնվել եւ ուշադրություն չեն դարձրել իմ անպատասխանատու վարքին, դասին պատրաստ չեմ եղել, տնային առաջադրանքներս երբևէ չեն նայել, իսկ դա շատ կարեւոր է երեխայի համար, որ երբ իրեն առաջադրանք են տալիս, ինքը ուզում է որ նայեն, տեսնեն, ինքը ճիշտ է գրել, թե ոչ, բայց երբ երեխան տեսնում է, որ երբևէ դրան ուշադրություն չի դարձնում, իր մոտ անկում է տեղի ունենում։ Հաջորդը ինքնավստահության կորուստ, ապագայի նկատմամբ անորոշություն, ես չեմ կարող եւ վերջ։ Դա մոտիվացիայի անկման պատճառ է։ Նաեւ սոցիալական մեկուսացումն է շատ կարեւոր ուսումնական մոտիվացիայի հարցում, որովհետեւ մենք բոլորը սոցիալական կերպարներ ենք։ Երեխաներ կան, որոնք մեկուսացած են դասարանում, եւ դա պատճառ է հանդիսանում, որ նաեւ չեն ուզում գնալ դպրոց, չեն ուզում սովորել։ Այդ դեպքում մեր խնդիրը լինելու է սոցիալական մեկուսացման խնդրի լուծումը։ Ինչ եք կարծում, սոցիալական մեկուսացման խնդրի լուծման եւ մոտիվացիայի բարձրացման տեսանկյունից խմբային աշխատանքների հանձնարարումը կարա մոտիվացիան բարձրացնի, թե նվազեցնի։ Իմ կարծիքով կարա բարձրացնի։ Տեսեք, հետազոտությունները հակառակն են ցույց են տալիս, որ խմբային աշխատանքների դեպքում մարդու մոտիվացիան անկում է ապրում։ Սրա հետ կապված մի գեղեցիկ փորձ են արել, պատկերացրեք մի հատ դուք եք արագ դասարանում իմիջիայլոց փորձարկեք։ Մի հատ պարան են տալիս երեխաներին, երկու կողմից բռնում են, քաշում են։ Երբ որ իրանք մենակ են քաշում, իրանք շատ ավելի շատ են ջանք գործադրում, որ հաղթեն։ Երբ որ ասում են հիմա թիմով A թիմն ու B թիմն են քաշում, ամեն մեկը իր հույսը դնում է կողքինի վրա եւ ասում է մեկը աշոտը կքաշի, ես ոչինչ կարամ չքաշեմ այդքան են։ Ու ավելի ցածր է լինում մոտիվացիան։ Գրծեր դպրոցական տարիքում խմբային աշխատանքները մոտիվացիայի բարձրացմանը նպաստում են, իսկ դեռահասության փուլում նպաստում են սոցիալական ծուլության կոչվող երևույթին։ Եվ ուսումնական առումով ծուլություն է դրսևորում երեխան։ Ինչը երեխան չի ցանկանում սովորել։ Շարունակենք այս անկման պատճառները։ Առաջին անհաջողությունից վախ եւ ցածր ինքնագնահատական։ Սա կարա լինի սովորողը կորցրեց վստահություն սեփական ուժերի նկատմամբ։ Այդ դեպքում մենք որպես ծնող անընդհատ իրան խրախուսում ենք, ընդ որում կիրառում ենք փոքր պարզ առաջադրանքներ տալու եւ պարզից դեպի բարդ անցնելու մեխանիզմը։ Ոչ թե միանգամից մենք իրան տալիս ենք 5 edge, որ ինքը գրի, 4 edge, որ ինքը գրի, այն դեպքում, որ ինքը մի edge էլ նորմատիվ չի կարողանում գրել, այլ մենք իր հետ սկսում ենք փոքր քայլերից։ Սա շատ կարևոր է վստահության ձևավորման համար։
Բացի այդ, որպես ծնող, ձեր բառապաշարը երեխայի հետ շփման ընթացքում շատ կարևոր է, ինչ բառեր եք դուք օգտագործում։ Չես կարա, քո մոտ չի ստացվի, սխալ գրեցիր, տետրը ճղեմ, թուղթը ճղեմ, գրիչը ջարդեմ եւ այլն, այդ դրանք առավել եւս, էլի ջղայնանամ, վեր կենամ, գնամ, ուրիշի մաման լինեմ, ուրիշի պապան լինեմ, եւ այլն, սրանք շատ են։ Մենք ուրեմն 6-7 տարեկանում ունենք տարիքային ճգնաժամ։ Ու դա գիտեք ինչով է պայմանավորված, որ նախկինում, տեսեք, 7 տարեկանում երեխայի առաջատար գործունեությունը ո՞րն է, իր հիմնական գործունեությունը ո՞րն է 6-ում 7-ում։ Համարենք 7-ում արդեն 1 տարի անց հələ ուսումն է, չէ՞։ Նախկինում եղել է խաղը, չէ՞, նախադպրոցական տարիքում։ Նախադպրոցական տարիքի առաջատար գործունեությունը խաղը չի ազդել իր ծնողի հետ ունեցած հարաբերությունների վրա։ Այսինքն մաման չի ասել. Աշոտիկ, եթե դու Արամիկի հետ լավ չխաղացիր, ես էլ քո մաման չեմ լինելու։ Պատկերացնում եք տենց զրույց մամայի երեխայի միջև։ Իսկ հիմա արի ու տես, որ առաջատար գործունեությունը սկսել է ազդել ծնող երեխա փոխհարաբերության վրա։ Մաման նախկինում Աշոտիկի վատ խաղից չէր ջղայնանում, նեղանում դուրս գալիս սենյակից, չէր բղավում, չէր կորում, չէր ասում ես մեքենաները սիրուն չես շարել մի գծով։ Բայց հիմա սկսել է, ու սա երեխայի համար շոկային է։ Դրա համար մենք պետք է հասկանանք երեխայի հետ ինչ է կատարվում, որ հանկարծ իր մոտ անհաջողության վախ չառաջանա, որ իր մոտ չի ստացվի, ծնողը իրան էլ չի սիրի, որտեղ ինքը պատրաստ չի դրան, ինքը սովոր չի, որ իր գործունեությունը ազդելու է իր ծնողի հետ փոխհարաբերության վրա։ Մարիա Մոնտեսորին մի հատ շատ հետաքրքիր մեթոդաբանություն ունի։ Երբ որ երեխան սխալ է ինչ-որ մի բան անում, Մոնտեսորին մի հատ ուրիշ բառ ունի, ինքը ասում է ստուգիր։ Ինքը երբեք երեխեքին չի ասում դուք սխալ եք, իր մեթոդաբանության մեջ սխալ ես արտահայտությունը չկա, կա ստուգիր արտահայտությունը։ Ու երբ որ երեխուն արդեն երեխան սովորում է, հա, երբ որ իրան ասում են մի հատ էլ կստուգես, ինքը երբ որ ասում են մի հատ էլ կստուգես, ինքը հասկանում է, որ մի բան պետք է շտկել։ Ու Մոնտեսորի մեթոդաբանության մեջ ընդունված է, որ սխալ է արել արտահայտությունը, դա մոտիվացիայի անկման պատճառ է։ Դրա համար օգտագործվում է ստուգիրը։ Հաջորդը ուսուցչի չեզոք կամ բացասական վերաբերմունքն է, ուշադրության պակաս, քննադատություն, խրախուսման բացակայություն եւ այլն։ Ուսուցչի վերաբերմունքը դե մեզ համար շատ կարևոր է։ Եթե նկատում ենք կտրուկ անկում երեխայի ուսումնական մոտիվացիայում, մենք նաեւ ուսուցչին ենք խնդրում, որ ուշադրությունը մի փոքր ավելացնի տվյալ երեխայի հետ կապված։ Դա կլինի դաս հարցնելու առումով, դա կլինի թեթև խրախուսանքների, գովասանքի առումով եւ այլն։ Չհամապատասխանող մեթոդները, ինչ է նշանակում չհամապատասխանող մեթոդ։ Տեսեք, հիմա դուք մոտիվացված խոսում եք, չէ՞։ Քիչ-քիչ մարդիկ շատանում են, ովքեր չեն խոսում, սկսում են խոսել։ Ինչի են խոսում, որովհետև մենք անկաշկանդ մթնոլորտ ենք ստեղծում։ Եթե մենք դասարանում, դպրոցում, տանը ստեղծենք այնպիսի մթնոլորտ, որ երեխան վախենա խոսել, վախենա սեփական կարծիքը արտահայտել եւ այլն, իր մոտ անկում է լինելու մոտիվացիայի։ Մենք պետք է այնպես անենք, որ կրթությունը, ուսումը երեխայի համար դառնա շատ հավես հետաքրքիր մի բան։ Ոչ թե պարտադրված, այլ հավես ու հետաքրքիր մի բան։ Օրինակ ասոցիացիաների ստեղծումը դրան շատ է օգնում։ Մենք ունենք Myers հոգեբանության մեջ շատ լավ սոցիալական հոգեբան է։ Ինքը ասում է, երբ մարդուն օրինակ գիրք է կարդում, հա, չգիտեմ, Վարդանանքն է կարդում, Վարդան Մամիկոնյանի մասն է կարդում է, չի հիշում, ասում է, ես էլ չեմ կարդալու։ Ասում ես, հələ մի րոպե, արի պատկերացնենք, որ Վարդան Մամիկոնյանը դու ես։ Նստել ես ձիու վրա, գրում ես մի հատ իր մոտ, մի հատ նրա մոտ, մի հատ նրա մոտ, ու երեխան սկսում է պատկերացնել ինչքան հավես է այդ ամբողջ process-ը։ Ինքը սկսում է մոտիվացվել։ Դրա համար ձեր ճիշտ ընտրված մեթոդները մոտիվացիայի բարձրացման համար շատ կարևոր են։ Շատ։ Հաջորդը արտաքին շեղող գործոնները կարան լինեն պատճառ, մենք սրա մասին արդեն խոսեցինք։ Երեխուն մի խոստացեք, հեռախոս դասը անելուց հետո, որովհետև դուք սխալ ամրապնդում եք տալիս։ Ասեք ընթացքում ես կորոշեմ, եթե տեսնեմ շատ լավ է, կարող է եւ տամ։ Թող ինքը մոտիվացված գրի, կարող է տակ, կարող է չտակ, դուք չգիտեք, հələ չեք որոշել։ Նպատակի անորոշությունը, երբ որ սովորողը չի հասկանում, ինքը ինչի է սովորում։ Դուք պատկերացնում եք, բացել եք գիրքը, ասենք գրքում գրած է, քանի բադիկ կա նկարում։ Ինքը չի հասկանում, իրա ինչին է պետք, քանի բադիկ կա նկարում։ Ասում եք հələ մի րոպե այդ բադիկներին հանգիստ թող։ Գնում ենք մեր տան պատառաքաղները հաշվելու։
Գնում եք արագ պատարագ հաշվելու։ Քանի հատ պատարագ կա, 4, մի հատ այլ տեսնենք մեր ընտանիքի անդամներին հերիքում է, լավ արի գնանք արագ այդ բադիկներին էլ հաշվենք, նորից անցնենք առաջ։ Այսինքն դուք իրան ցույց եք տալիս, որ դու այդ բադիկը սովորում ես, որ կյանքում ինչ որ մի բան կարողանաս հաշվես եւ դա քեզ պետք կա։ Այդ շատ կարևոր է, որ երեխան փոքր տարիքից հասկանա, որ գրքում ներառված յուրաքանչյուր գիտելիք իրեն կյանքում պիտանի է լինելու։ Սա իր մոտիվացիայի աղբյուր է։ Խաղի մեջ է ինքը դեռ լրիվ օքեյ է, որ խաղի մեջ է։ Դուք իրան սովորացնում եք, որ այդ սովորելն էլ է քո համար խաղուպար։ Լրիվ խաղա, կխաղանք իրար հետ խաղալով կանեք։ Ոչ թե նստի անպայման գրի կամ չգիտեմ, կտառը դու չես ուզում գրես, այս կն ինչ թռչ ունի նման։ Այս կն ինչի է նման, խաղալով, զուտ խաղալով։ Եթե ուսումնական մոտիվացիայի անկման պատճառը խաղի ձգտումն է, պետք է ուսումը դարձնել խաղ։ Հենց իրան սկսի դա հետաքրքրել, անմիջապես անցում է կրել, ինքը չի էլ հասկանալու, թե ոնց է սկսում սովորել, էլի։ Մեկ էլ հոգեբանական խնդիրները ուսման անկման պատճառ կարան լինեն, մոտիվացիայի անկման պատճառ, հոգնածությունը, ծանրաբեռնելը երեխեքին, այն որ ասում ես անպայման պետք է այսքան անես, ինքն էլ լարված ուզում է արագ անի, որ հասցնի, այդ ամեն ինչը կարա նպաստի ուսումնական մոտիվացիայի անկմանը։ Հիմա ինչ լուծումներ մենք ունենք։ Այս իրավիճակն եմ։ Դե լուծումները ամբողջ ընթացքում իրար հետ քննարկեցինք։ Սքիներից սկսած դրանք բոլորը լուծումներ էին։ Նախ անհատական մոտեցում յուրաքանչյուր սովորողին, անհատական մոտեցում թե ուսուցչի կողմից, թե ծնողի կողմից։ Տեսեք, այստեղ ես ասում եմ, հետաքրքրությունները պետք է երեխայի հաշվի առնել։ Ինչ է դա նշանակում, խաղով է տարված, խաղալով ենք սովորում, ռեյնջերներ է սիրում, ռեյնջերներով ենք սովորում, կրծեր դպրոցական տարիքում սիրում են տուրբոզավրեր եւ տրանսֆորմացիոն մեքենաներ եւ մնացած բաները, դեռահասները սիրում են կորեական ինչ-որ բաներ։ Հիմա, եթե մենք կարանք իրանց հետաքրքրությունները հաշվի առնենք, իհարկե կարանք, մենք պետքա փորձենք կապել դա իրար հետ։ Տես, դու ուզում ես գնաս Կորեա գնալու համար պետքա սենց սովորել, նենց սովորել, փորձենք հասկանալ, Կորեա որ գնացիր, քեզ որտեղ է պետք գալու այս գիտելիքը, օրինակ։ Այս K-pop լսող դեռահասների մասին եմ էլի խոսում, եթե ունեք դեռահաս, կիմանաք ինչ եմ ասում։ Հաջորդը ուժեղ կողմերը պետք է իրա գտնել ու աջակցել դժվարությունների դեպքում։ Ցանկացած երեխա ունի ուժեղ կողմեր։ Եթե մենք այդ ուժեղ կողմերին մեծ ուշադրություն ենք դարձնում, իր մոտիվացիան բարձրանում է։ Դասերը ինտերակտիվ պետք է լինեն թե տունը, թե դրսում։ Ինչ է նշանակում ինտերակցիա։ Ինտերակցիան այն է, ինչ որ ես ու դուք հիմա անում ենք։ Ոչ թե ես խոսում եմ, դուք լսում եք, այլ մենք իրար հետ խոսում ենք։ Խրախուսանքն ու դրական արձագանքը մենք քննարկեցինք, դուք պատկերացրեցիք, կարծում եմ, ոնց պետք է խրախուսել երեխային, հստակ եւ իրատեսական նպատակների ձևակերպումը։ Ինչ ես սովորում, ինչի է սա քեզ պետք ու որ երեխան հասկանա իր սովորելու իմաստն ու նպատակը։ Առանձին լրիվ թեմա է ուշադրության կենտրոնացումը երեխաների ու ուշադրության կենտրոնացման հետ կապված խնդիրները։ Մենակ ուզում եմ մի տեխնիկա ձեզ ցույց տալ, թե ոնց կարելի է երեխեքի հետ աշխատել այս տեխնիկայի շրջանակներում, հա։ Ինքը կոչվում է Պոմոդորո ժամանակի կառավարման տեխնիկա է։ Մեկ-մեկ մեր ուսման անկումը, ուսուցման նկատմամբ մոտիվացիայի անկումը առաջանում է, որովհետև մենք հստակ ժամային սահմանափակումներ չենք դնում մեր առջև։ Այս դեպքում Պոմոդորոյով աշխատելու դեպքում հետևյալ սկզբունքն է գործում։ Սկզբում աշխատում ենք 25 րոպե կենտրոնացած, հետո 5 րոպե ընդմիջում։ Կրծեր դպրոցականների դեպքում 25 րոպեն շատ է կենտրոնացած աշխատելու համար։ 15-ից 20 րոպե մաքսիմում։ Աշխատում է երեխեն։ 15 րոպե աշխատեց, հետո գնում ենք 5 րոպե ընդմիջման։ Ինչ ուզում է թողանի այդ 5 րոպեի ընթացքում։ Հետո նորից աշխատեց, հետո արդեն գրաֆիկը մի քիչ մեծացնում ենք, հա, երկար ընդմիջում ենք վերցնում, 4 նման ընդմիջումից հետո 30 րոպե արդեն դու ազատ ես, ինչ ուզում ես արա։ Այս մեթոդը օգնում է, որ մեր ուշադրությունը կայուն մնա։ Եթե դուք երեխային ասում եք Աշոտիկ նստի, մինչև դասերը չվերջացնես, տեղիցդ վեր չկենաս, իսկ դուք ասում եք, Աշոտիկը կեսից արդեն էլ իր ուղեղը չի աշխատում։ Ինքը դա անում է ավտոմատ, առանց հասկանալու է ինքը գրում այդ ամեն ինչը, ինչ որ գրում է։ Իսկ մեզ դա պետք չի։ Մեզ պետք չի գալչկայի համար սովորել է, էլի երեխու, որ ասենք սովորեց, գրեց։ Մեզ պետք է, որ ինքը հասկանա։ Այս Պոմոդորոն ընդմիջումներով մեթոդը
օգնում է, որ երեխան հասկանալով անի։ Ներողություն, որ մի երկու րոպե քեզանի ժամանակ խլեմ, Տիկին Խուդոյան։ Այս ուշադրության կենտրոնացումը, հիշողությունը, բանը, սրանք պիտի նաև վարժեցնել, սրանք վարժանք են։ Եթե մենք իր ուշադրության հետ չաշխատենք եւ ինչ էլ որ կիրառենք, ուզում ես խաղա, ուզում ես մի խաղա, ինչ ուզում ես արա, չի աշխատելու ոչ այդ ուշադրությունը, ոչ էլ հիշողությունը։ Օրինակ նախկինում հիշողությունը շատ լավ հիշողությանը օգնում էր, երբ որ մենք ամեն մի միջոցառմանը 3-4 բանաստեղծություն էինք սովորում անգիր եւ այլը, դա մարզում էինք մենք այդ երեխու հիշողությունը, հետեւաբար որ գալիս էինք հասնում երկրորդ դասարան կամ երրորդ դասարան, բազմապատմանաղուսակը շատ արագ սովորում էին, բայց հիմա բազմապատմանաղուսակը չեն կարողանում սովորել, որովհետեւ հիշողությունը շատ թույլ է։ Բայց պիտի վարժեցնել հիշողությունը։ Հիմա գանք նաև ուշադրության կենտրոնացումը։ Հիմա մենք առաջադրանքներ ունենք հենց երկրորդ դասարանի մաթեմատիկայի դասագրքում։ Բացառան նայի ուրեմն այն բոլոր առաջադրանքները, որոնք գրված են, շարունակելով մեկը մյուսին կատարեք այդ աշխատանք, ասեն գումարում հանումաբան, տենց քառակուսիներով, որ պիտի ինքը արժեքներ անի, դու հիմա եթե ուսուցիչները դպրոցում օգտագործում են, ինչքանով են օգտագործում, չգիտեմ, բայց առաջի աշակերտը կատարում առաջի գործողությունը, երկրորդ, հաջորդը ընտրելով մյուսը, եւ այն աշակերտները, ովքեր որ ուշադիր չեն, դուրս են մնում, որտեղ չգիտի իր նախորդը ուր է հասել, ինչ է արել։ Այսինքն այդ վարժությունները բացի մաթեմատիկական նպատակից, նպատակ ունեն նաև աշխատելու դրանց ուշադրության կենտրոնացման վրա։ Եթե ինքը զգում է արդեն, տեսնում է, ինքը քանի որ ուշադիր չէր, ուրեմն դուրս մնաց, որովհետև չգիտի նախորդ աշակերտը ուր է հասել։ Հիմա այդ նույնը դուք կարող եք անել տանը։ Եթե տանը ասենք 3-4 հոգի կամ 5 հոգի կամ թեկուզ 2 հոգի, այդ նույն առաջադրանքը խաղի ձևով, ասենք նկարված է, չէ, թեկուզ մի քանի ուղղանկյուն, եռանկյուն եւ այլը։ Հիմա առաջինը նայում է ինչ է նկարված ուղղանկյուն, երկրորդը նայում է շարունակման նրան, այն մյուսը, բայց դու ես ընտրում ով ուշադիր չի եղել, չգիտի նախորդը ինչն է ընտրել կամ նախորդի արդյունքը ինչն է եղել, որպեսզի շարունակի նրան։ Ու դրա նման շատ անթիվ վարժություններ կա առաջին երկրորդ դասարանի, երրորդ դասարանի, առաջ դասարանի մաթեմատիկայի դասագրքերում։ Ուշադիր նայեք, այն բոլոր առաջադրանքները, որոնք որ գրված են, շարունակելով մեկը մյուսին կատարեք առաջադրանքները, դրանց երկրորդ եւ երրորդ նպատակը աշակերտի հիշողության եւ ուշադրության զարգացումն է։ Եթե զարգացման վրա մենք չաշխատենք, ինչ մեթոդ էլ հիմա Տիկին Խուդոյանը մեզ թելադրի, որ այսպես արեք, մեկը չի աշխատելու, եթե մենք այդ մկաները, եթե մենք չենք վարժեցնում։ Մաթեմատիկան մեզ մոդելավորում է, հուշում է, թե ինչպես կարելի է զարգացնել աշակերտի ուշադրությունը, ուշադրության կենտրոնացումը ինչպես կարելի է զարգացնել, եւ դրանից հետո արդեն դա բառեր է գրած, առաջի բառը դու ես ասում, երկրորդը նա, երրորդը նա։ Հիմա պիտի արդեն ես եմ, չէ, ընտրում կամ աշակերտներից որևէ մեկն է ընտրում, թե հաջորդ ով ասի։ Եթե ինքը իմացավ, թե ումնից հետո է, ուշադիր չի լինելու։ Սպասելու նրա Սամվելի հերթը հասավ, Սամվելից հետո ասի։ Մենակ Սամվելն է լսելու։ Բայց եթե ինքը չգիտի նախորդը ով է կամ ինքը երբ է պատասխանելու հարցին, արդեն ուզի թե չուզի 2-3 այդպիսի առաջադրանքից հետո հասկանում է, որ պիտի ուշադիր լինի։ Ես դա շատ եմ փորձել դպրոցում, շատ դասարաններում, ամեն անգամ երբ որ գնում եմ դասարան դաս պարապելու, դա պարտադիր անց եմ կասում այդ առաջադրանքը եւ տեսնում եմ աշակերտները մի քանի հոգի եթե ուշադիր չեն լինում, մի հատ անց եմ կասում այդ վարժությունը, հետո ասում տեսնում ես, ես գիտեի որ դու ուշադիր չես, դու չէիր կարող իրականում դա անել, հիմա խնդրում եմ ավելի ուշադիր եղիր, որպեսզի կարողանաս առաջադրանքը ճիշտ անել։ Այսինքն հիմա ես ինչ է այդ այստեղ թվեր են, այնտեղ բառեր են, այնտեղ նախադասություններ են կամ ուրիշ բան է, ես ուղղակի պիտի շատ հանգիստ կարողանամ պրոյեկտել նրա վրա ու դա անել ընթերցանության ժամին, անել մաթեմատիկայի ժամին եւ այլն։ Նայեք դասագրքերին շատ པարզ օրինակներ են, դրանք այնպիսի օրինակներ են դասագրքերում դրված, որոնք շատ մատչելի են եւ երեխաների համար հասանելի։ Այսինքն չկա այդտեղ դրված մի բան, որ ինքը չկարողանա մտքի մեջ արագանի հաշվարկի, հենց նպատակը դա է, որ շեշտը դրվի ոչ թե միայն մաթեմատիկական գիտելիքի կիրառության վրա, այլ ուղղակի մաթեմատիկական գիտելիքը այսպես կրկնելով իր ուշադրությունն ենք զարգացնում ու հիշողությունն ենք զարգացնում։ Շատ լավ, այդ դեպքում շարունակենք։
ու ուշադրության կենտրոնացման հետ կապված արդեն ասացի, հա, որ մեզ պետքա շատ ավելի մանրամասն քննարկել թե վարժությունների տեսանկյունից, թե ուշադրության դեֆիցիտի պատճառների տեսանկյունից, որովհետև պատճառներն են շատ տարբեր լինում։ Օրինակ, մեկ-մեկ լինում է երեխայի մոտ գերակտիվություն ա լինում, մենք չենք էլ նկատում, որ այդ գերակտիվության խնդիրը երեխան ունի, անընդհատ ասում ենք ուշադրություն կենտրոնացրու, բայց ուշադրության կենտրոնացման խնդիրը պայմանավորված է գերակտիվության խնդրով։ Եվ այդ դեպքում արդեն երեխան իր էներգիան ինքը չի կարողանում կառավարի, որպեսզի կենտրոնա։ Այդ դեպքում էլ այլ քայլեր ենք ձեռնարկում։ Մի խոսքով սա առանձին թեմա է։ Իմիջիալս մի բան ասեմ, պարոն Մկրտչյանը իր օրինակում ասեց, երեխան չգիտի, թե իր հերթը երբ է գալու, որ իրան հարցնեն, սա նորից տանում է սքիների աղավնիների տեսությանը։ Հիշում եք, չէ՞, որ ասում են աղավնին չգիտի, թե որ կոճակի սեղմելու դեպքում է ինքը խրախուսանք ստանալու։ Նույն մեխանիզմն է, եթե մենք չգիտենք, մենք ավելի կենտրոնացած ենք։ Հիմա ուզում եմ հասկանալ, կան արդյոք кейսեր ձեր մոտ, խնդիրներ, իրավիճակներ, որ կուզենաք նկարագրել եւ դրա հետ կապված քննարկում ունենանք, դեպքերի քննարկում անենք։ Կա նման բան, թե ոչ։ Ես Ասեք Հրանուշ ջան։ Ես ունեմ երկու երեխա դպրոցական։ Մեկը 13 տարեկան է, 8-րդ դասարան, մյուսը 4-րդ։ Էական Որորդի տարիքն եք ասեք։ 9 տարեկան է։ Իմ մեծ երեխան արդեն ընդհանրապես չունի մոտիվացիա սովորելու, իսկ իմ փոքր երեխան ինչ գնացել է դպրոց, ինքը մոտիվացված սովորում է եւ շատ սիրում է սովորելը եւ ինչքան տալիս ես, ասում է էլի ասա, էլի դուր անեմ, այսինքն շատ կարեւոր է ստեղ իմ համար նաեւ երեխայի գործոնը, որտեղ իմ մոտեցումը երկուսին էլ նույնն է։ Ու հիմա ոնց որ ես երկընտրանքի առաջ եմ, որովհետև ինքը արդեն մեր հարաբերությունները փչանալու եզրին ենք հասել, որովհետև ոնց որ ափսոս է, որ ինքը թողնի սովորելը, բայց մյուս կողմից էլ այս ծանրաբեռնվածությանը ոնց որ կոնկրետ իմ երեխան չի դիմանում, միգուցե մեծ մասը դիմանում են, ես չգիտեմ։ Դեռահասության փուլում դա նորմալ է, որ ինքը չի դիմանում։ Հետո տեսեք, դուք մասնագետ եք, դուք էլ գիտեք։ Մենք քննարկեցինք առաջատար գործունեության գաղափարը, չէ՞։ Ասացինք, նախադպրոցական տարիքում խաղն է, կրծեր դպրոցականում ուսումն է, դեռահասության փուլում առաջատար գործունեությունը հասակակիցների շփումն է։ Դեռահասության ավարտից հետո 17 տարեկանում պատրաստվեք պատանեկությանը, Իրահարվել բաման տենց բաներ։ Այո, պատմության փուլում արդեն կունենաք եռաշերտ բաղադրիչներ, կունենաք ուսում, շփում եւ աշխատանքն էլ է ակտիվանալու պատանեկության վերջում, դրանից հետո արդեն գալիս է երիտասարդություն, վաղ հասունություն, արդեն հետո հիմնականում աշխատանքն է լինում, շփումը դեռահասի համար դառնում է առաջատար ավելի քան ուսումը, հետեւաբար այդ ուսման նկատմամբ անկումը, որ դուք տեսնում եք, եւ դա լրիվ նորմալ է, դա լրիվ տարիքային է։ Երբ որ դեռահասը ուսման նկատմամբ գերհետաքրքրվածություն է ունենում, բայց փոխարենը շփումն է անկում ապրում, այդ դեպքում մենք ավելի լուրջ խնդիրներ ենք ունենում իմիջիալով։ Դեռահասության փուլում մի քանի բան ենք իմանում։ Նախ երեխու հետ կոնֆլիկտի մեջ չենք մտնում այդ ուսման պատճառով, այդ շատ կարևոր է։ Դեռահասը պետք է իրեն հասկացված զգա։ Ու դեռահասության փուլում ձեր փոխհարաբերությունները որոշելու են հետագա ամբողջ կյանքում ձեր փոխհարաբերությունները։ Այն որ դուք կարող եք փոքր ժամանակ շատ լավ ասում են, երեխան իմ հետ այնքան կապված էր, անընդհատ իմ հետ էր, անընդհատ եւ այլն, բայց եթե դեռահասության փուլում ձեր հարաբերությունները լավ չեղան, հետագայում էլ են խաթարվելու։ Այս մեկ։ Երկրորդը իմանում ենք, որ դեռահասության փուլում առաջատար գործունեությունը շփումն է։ Դա նորմալ է, որ ուսման նկատմամբ մոտիվացիայի անկում է տեղի ունենում։ Երրորդը իմանում ենք, որ դեռահասության փուլում ուսուցման գործընթացը սելեկտիվ է տեղի ունենում, սկսում է սելեկցիա լինել։ Երեխան սովորում է այդ ամբողջ բազայից այն, ինչ որ իրան առավել պետք է ըստ իրա ու հետաքրքիր է։ Գոնե 1, 2, 3 առարկա, եթե դուք գտնեք, որ իրան հետաքրքիր է ու ինքը դրանց նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերի սովորի, արդեն պետք է շնորհակալ լինեք հաշվի առնելով իր ֆիզիոլոգիական եւ հոգեբանական փոփոխությունները։ Գիտեք, այդտեղ կարևոր գործոնել կա։ Մենք մեր նախորդ հանդիպումը, թե առաջի հանդիպումը վերաբերում էր տնային աշխատանքներին տարրական դասարաններում, բայց իհարկե դա վերաբերում նաև այդ նույնը կարող ենք պրոյեկտել միջին եւ բարձր դասարաններին։ Դուք պետք է անպայման դպրոցի հետ
եւ ուսուցիչների հետ ձեր կապը ուժեղացնեք, հատկապես հոգեբանեք։ Եվ իրանք պիտի հասկանան, որ եթե 7-րդ դասում գոյություն ունի տնային աշխատանքների 10-ի կանոն, այսպես են անվանում։ Առաջի դասան 10 րոպե։ 10 րոպեից ավել տնային աշխատանք եղավ, ուրեմն իմացիր, որ երեխուդ մեջ կորավ ուսման նկատմամբ սերը։ Երկրորդ դասան ավելանում է եւս 10 րոպե, երրորդ դասամ եւս 10 րոպե։ Այսինքն 7-րդ դասարանում, եթե հիմա ձեր երեխան 7-րդ դասարանում ասում, իր մաքսիմում տնային աշխատանքը պետք է լինի 70 րոպե, այսինքն 1 ժամ 10 րոպե։ Եթե այնպես եղավ, որ ինքը պիտի 2-3 ժամ դաս սովորի, ուրեմն իմացի կորելու է նրա մեջ ամբողջ։ Հետեւաբար դուք պիտի ձեր ուսուցիչների հետ, ձեր դպրոցի հետ կապը պահեք եւ այդ մարդկանց ասեք, որ իրանք փոխադարձ իրար լրացնելով, փոխադարձ իրար հետ պայմանավորվելով գրաֆիկ ստեղծեն եւ բանի դասացուցակ այնպես անեն, որ այդ աշակերտի տնային աշխատանքները հանրագումարի բերած 1 ժամ 10 րոպեն չգերազանցի։ Իհարկե, այստեղ այլընտրանքային տնային աշխատանքների մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ զուտ այն աշխատանքների մասին, որ պիտի աշակերտը կարդա։ Բայց եթե ինքը պիտի մի հատ գեղարվեստական գիրք կարդա կամ հետազոտական աշխատանք անի, գնա ինչ որ հարցումներ անցկացնի, բան դրա մասին չենք խոսում։ Սա մի կողմ։ Բայց եթե պիտի սկսի մաթեմատիկայից առաջադրանքներ կատարել, ֆիզիկայից, քիմիայից, չգիտեմ, այդ ինչպես դուք ասացիք, դասը պատմել սովոր եւ այլը, նախ այդ մեթոդները հիմա չպիտի օգտագործել, դաս պատմելու մեթոդը որն է այլևս։ Բայց պիտի անպայման այնպես անել, որ իրանք չծանրաբեռնեն եւ դրա համար պետքա պայքարել ուղակի, որտեղ դա ձեր երեխայի ապագան է։ Հատկապես դեռահասության փուլում, որ իր համար առաջնայինը ոչ թե սովորելն է, այլ առաջնայինը շփվելն է մարդկանց հետ, հարաբերվելն է մարդկանց հետ։ Ուրեմն այստեղ մենք ավելի պիտի թույլատնենք տնային աշխատանքը, որ sense պլստալով գնանք դուրս գանք, էլի այդ ճգնաժամից։ Անպայման պետքա խորացնել կապը դպրոցի հետ, խորացնել կապը ուսուցիչների հետ։ Սա պարտադիր է, որովհետև բոլորիս նպատակը նույնն է, նույն երեխուն ճիշտ կրթություն տալ։ Եվ մեր, եւ ձեր, եւ ուսուցիչների եւ դպրոցի նպատակը դա է։ Շնորհակալություն սիրելի ներկաներ, շնորհակալություն սիրելի ծնողներ, շնորհակալություն Տիկին Խուդոյան, պարոն Մկրտչյան, ձեզ եւ շատ շնորհակալություն անդրադարձի համար։ Տեսություն։ Շնորհակալություն, ստեսություն բոլորիդ։